Ըսեք, որ ու երթամ, երբ հոգիս դրդում է, ըսեք, որ ու երթամ, երբ սիրտս կոտրած է, սպոպավայր, ուր կրնամ ես գտնել այս վերջ կյանքիս համար, ուրախությունս ինչպես գտնել, երբ մութ հանգուտ է այս աշխարհ։ Բարի լույս, Աստծո ժողովուրդ, այսօրվա խոսքը քո համար հակառակվիր սատանային։ Արթնազանդվեք Աստծուն հակառակ կանգնեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Հակոբոսի 4:7։ Եթե դու կանչում եւ խնդրում ես Աստծուն, որ նա դուրս քշի սատանային քո կյանքից, ուրեմն կանգ առ։ Աստվածաշունչն ասում է, որ հենց դու պետք է հաղթես սատանային, ինչպես նրան հակառակվելով, նրա դեմ ըմբոստանալով, եւ նա ասում է քեզ մի բան անել դրա փոխարեն անելով այն, ինչ Աստված է ասում, որ անես, եւ սատանան քեզ ինչ որ սուտ է ասում, հակահարված դուր նրան Աստծո խոսքով, հակառակվիր նրան։ Խոսքն ասում է, որ երբ այդպես անես, նա կփախչի քեզանից, նա խուճապահար կփախչի։ Սա նշանակում է, որ ուր էլ գնաս, եթե քայլես հավատքով եւ դիմադրես սատանային, խավարը ետ կքաշվի։ Ուստի սկսիր ետ մղել այդ խավարը։ Դու կարող ես դա անել։ Աստծո կամքը քո ներսում է, Հիսուսն անձամբ քո ներսում է ապրում, ուր որ գնաս, նա էլ է գնում։ Ամեն խնդիր, որ ծարանում է քո առջև, ամեն չար հոգի, որ փորձում է վնաս հասցնել քո կյանքին, դուրս գալով քո դեմ, դուրս է գալիս Աստծո դեմ։ Քեզ հարկավոր է միայն գիտակցել դա, սկսիր քո կյանքի ամեն մի վայրկյանն ապրել այն գիտակցությամբ, որ Աստծո լույսը քո մեջ է, Աստծո խոսքը քո մեջ է, Աստծո հոգին քո մեջ է։ Ապրիր իմանալով, որ Հիսուսը Աստծո որդին քո մեջ է։ Հետո տես, թե սատանան ինչպես է փախչում։ Այսօր կարող ես Աստվածաշնչից ընթերցել Եփեսացիների 6:10-18 խոսքերը։ Կրթացի հավատքից հավատք գրքից ամենօրյա ուղեցույց դեպի հաղթանակ Քենեթ եւ Գլորիա Կոփլանդներ, ապրիլի 23։ Աստված օրհնի ամենքիս։